Մեր թվարկությունից առաջ 34 թվական, Ալեքսանդրիա։ Հելենիստական աշխարհի վեհաշուկ քաղաքի փողոցներով հաղթարշավ էր ընթանում։ Սակայն սա հռոմեական սովորական հաղթարշավ չէր։ Աշխարհի հզորագույն այրերից մեկը, Մարկոս Անտոնիոսը այս շքերթը ձոնել էր իր սիրեցյալին, Եգիպտոսի վերջին թագուհի Կլեոպատրա 7-րդին։ Այս ողջ հանդիսության կենտրոնում ոսկե շղթաներով կապված մի մարդ կար։ Նրա դեմքը պահպանում էր արքայավայել անդորն ու հանդարտությունը, թեպետ ամբոխը մոլեգնած գոռում ու հեգնում էր նրան։ Նրան ստիպում են ծնկի գալ ու խոնարհվել եգիպտացի թագուհու առջև, սակայն նա մնում է անսասան։ Նույնիսկ այստեղ շղթայված ու նսեմացված նա պահպանում է թագավորի իր վեհությունը։ Այս մարդը հայոց արքա Արտավազդ II-ն էր։ Նրա պատմությունը սոսկ մի տիրակալի անկման մասին չէ, սա քաղաքակրթությունների բախման, պատվի ու գոյատևման միջև անհնարին ընտրության մի վիպագրություն է։ Հին պատմիչները այս ամենի մասին գրել են միայն հատվածներով, հաճախ փոխելով փաստերն իրենց հռոմեացի տերերին հաջողանալու համար։ Բայց եթե հավաքենք բոլոր թելերը, մեր առջև կբացվի ցնցող ողբերգություն, որն արժանի էր հենց Արտավազդի գրչին։ Չէ՞ որ նա ոչ միայն թագավոր էր, այլև տաղանդավոր դրամատուրգ։ Դե ինչ, տեղափոխվենք մեր թվարկությունից առաջ առաջին դար, երբ Հայաստանի ճակատագիրը մազից էր կախված, իսկ նրա արքան փորձում էր անել անհնարինը։ Արտավազդ II-ի ողբերգությունը հասկանալու համար նախ պետք է հասկանալ նրա հոր մեծությունը։ Տիգրան II-ը, ում պատմությունը արդարացիորեն կոչում է մեծ, Հայաստանը սովորական թագավորությունից վերածեց իրական գերտերության։ Երբ նա մեր թվարկությունից առաջ մոտ 95 թվականին բազմեց գահին, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս մարդը կստեղծի մի կայսրություն, որը կձգվի Կասպից ծովից մինչև միջերկրականի ափերը, Կովկասյան լեռներից մինչև Հրեաստան։ Նրա կառուցած նոր մայրաքաղաքը Տիգրանակերտը իր ժամանակի իսկական հրաշալիքն էր։ Այն կառուցվել էր հելենիստական ոճով, բայց հայկական շքեղությամբ։ Հսկայական պալատներ զարդարված կայսրության բոլոր ծայրերից բերված ավարով, թատրոններ, որտեղ հունական ողբերգություններ էին բեմադրվում, և հարուստ գրադարաններ։ Քաղաքն ուներ ավելի քան 100,000 բնակիչ, ինչն այն ժամանակի համար ահռելի թիվ էր։ Տիգրանն այստեղ էր բնակեցնում նվաճված քաղաքների մարդկանց, ստեղծելով մի հզոր ու բազմազգ քաղաք։ Իր հզորության գագաթնագետին հայոց տերությունը վերահսկում էր շուրջ 600,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Չինական մետաքսը, հնդկական համեմունքները, կողքիսի ոսկին, բոլոր կարևոր առևտրային ճանապարհները անցնում էին հայկական հողերով, լցնելով արքայական գանձարանը։ Տիգրանը հատում էր սեփական դրամը, որն ընդունված էր Պարսից ծոցից մինչև Սև ծով։ Այդ մետաղադրամների վրա նա պատկերված էր աստղազարդ թագով։ Բայց հետո եկան հռոմեացիները և ամեն ինչ փոխվեց։ Պոմպեոսը, Հռոմի հզոր հավակնոտ զորավարը, իր հայացքն ուղղեց դեպի արևելք։ Մեր թվարկությունից առաջ 66 թվականին նա ներխուժեց Հայաստան։ Ի հեճուկս լեգենդների մեջ ճակատամարտ տեղի չունեցավ։ Դրա փոխարեն սկսվեց մի բարդ քաղաքական դրամա։ 70 անց հզոր արքան հայտնվեց Թագարդում, դավաճանության ու անհաջող դաշինքների պատճառով։ Մեր թվարկությունից առաջ 66 թվականին Արտաշատում Հայաստանի և Հռոմի միջև հաշտության պայմանագիր կնքվեց։ Ըստ Տիգրան Մեծի և Պոմպեոսի համաձայնության Հայաստանը հրաժարվեց Եփրատից արևմուտք ընկած տարածքներից և Պարթևստանին վերադարձրեց իր նախկին սահմանները։ Մեծ հայքը հռչակվեց Հռոմի բարեկամ և դաշնակից։ Մեր թվարկությունից առաջ 55 թվականին կյանքից հեռանում է Տիգրան II Մեծը։ Այն տիրակալը, ում ջանքերով Հայաստանը վերածվեց տարածաշրջանի հզորագույն տերության։ Գահը ստանձնում է նրա որդին Արտավազդ II-ը։ Արտավազդը ստացավ ոչ թե աշխարհակալ տերություն, այլ մի երկիր, որի յուրաքանչյուր քայլը կարող էր պատերազմի պատճառ դառնալ երկու հարևան հսկաների հետ։ Սա իշխանության սովորական փոխանցում չէր։ Պատմական վկայությունների համաձայն Արտավազդին ի սկզբանե չէին պատրաստել որպես գահաժառանգ։ Իր հզոր հոր ստվերում եղբայրների կողքին նա տևական ժամանակ հեռու էր պետական հոգսերից։ Արտավազդը իրեն նվիրել էր հելենիստական մշակույթին, փիլիսոփայությանն ու թատրոնին։ Նա ուսյալ այր էր, գրող, ում հեղինակած ողբերգություններն ու ճառերը հետագայում պիտի մեջբերվեին հենց Հռոմում։ Արտավազդ II-ը գահ բարձրացավ մոտ 30 տարեկանում։ Նա փայլուն հելենիստական կրթություն էր ստացել, ազատ խոսում էր հունարեն, կարդում Հոմերոս ու Էվրիպիդես, ուսումնասիրում փիլիսոփայություն։ Արտաշատի արքայական պալատում հավաքվում էին ժամանակի լավագույն բանաստեղծներն ու գիտնականները։ Արտավազդն ինքն էլ էր ստեղծագործում։
գրում էր ողբերգություններ, պատմական գործեր, գուցե նաև փիլիսոփայական աշխատություններ։ Պլուտարքոսը նշում է. Արտավազդը հորինում էր ողբերգություններ, ճառեր ու պատմություններ, որոնցից մի քանիսը պահպանվել են։ Թեև այդ գործերից ոչ մեկը մեզ չի հասել, դրանց գոյության փաստն արդեն իսկ շատ բան է ասում։ Նա մտավորական արքա էր, հելենիստական մշակույթի կրող, մեկ այլ ժամանակաշրջանում կամ մեկ այլ վայրում արվեստի մեծ հովանավոր կամ գահին բազմած փիլիսոփա, մի տեսակ հայկական Ավրելիուս։ Բայց ճակատագիրը նրա համար բոլորովին այլ դեր էր պատրաստել։ Չմոռանաք հավանել այս տեսանյութը և կիսվել ձեր ընկերների հետ։